վերջին 8-10 տարիների զարգացումը կառուցապատման ոլորտում բերեց նրան, որ հայտնվեցին նոր խաղացողներ, նոր ընկերություններ, այդ թվում նաև մեր ընկերությունը, ինչպես նաև ոլորտում կային հնաբնակներ, որոնք որ տեսել էին տարբեր ժամանակահատվածի դժվարություններ, կրիզիսներ եւ դիմակայել են այս ամեն ինչին։ Բնականաբար այն կազմակերպությունները, որոնք որ մտնում են կառուցապատման շուկա, ունեն երկու նպատակ, մի մասը դա մեկ նախագիծ անել եւ շուկայից դուրս գալն է, մեկ կամ երկու նախագիծ, դա իրենց ռազմավարությունն է եւ մյուսները, որոնց ռազմավարությունը երկարաժամկետ խաղացող լինելն է այս շուկայում։ Եվ ըստ էության տարբերությունները, եթե մենք դնում ենք այս երկու տեսակի կառուցապատողների մեջ, արդեն ակնհայտ է դառնում ձեռագիրը։ Այն կառուցապատողները կամ ընկերությունները, որոնք որ դիրքավորվել են շուկայում դեպի ավելի երկարաժամկետ, ավելի մեկը մյուսից ավելի լավ նախագծեր բերելու տրամաբանությամբ, բնականաբար նրանք դողում են իրենց ամեն մի գնորդի, իրենց ամեն մի կառուցած քառակուսի մետրի լավ որակյալ լինելու, ժամանակին հանձնելու եւ մյուս բոլոր պարտականությունները ժամանակին անելու։ Բայց շուկայում հայտնվում են կառուցապատողներ, որոնք որ մեկ օրվա համար են այսպես ասած աշխատում, կարող են ինչ ուզել անել։ Այո, եւ չունեն բավարար փորձ, չունեն բավարար գիտելիքներ, չունեն բավարար ֆինանսական գիտելիքներ, հարկային գիտելիքներ, իրավական գիտելիքներ, որտեղ մենակ քաղաքաշինական գործիքներ ունենալը կամ գիտելիքներ ունենալը դեռևս բավարար չի։ Եվ այս նմանատիպ ընկերություններն են, որ քիչ պատասխանատվությամբ են մոտենում ամեն ինչին եւ սկսում են վնասել, սկսում են վնասել իմիջը ընդհանրապես մեր շուկայի թե ներքին սպառողի համար, թե արտաքին սպառողի համար։